Ապրիլի 6-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եղբոր Գևորգ Ներսիսյանի և նրա որդու Համբարձում Ներսիսյանի գործով հերթական դատական նիստը։ Դատավարության ընթացքում փաստաբանական խումբը հանդես եկավ միջնորդությամբ, պահանջելով դատարան հրավիրել և հարցաքննել Ներքին գործերի նախարարության վաղաշաբաթի համայնքային բաժնի այն ոստիկանին, ով իրականացրել է գործով հիմնական վկա հանդիսացող Գառնիկ Ղազարյանի հարցաքննությունը։ Պաշտպանական կողմը հայտնեց, որ ունի ողջամիտ կասկածներ պնդելու, թե Գառնիկ Ղազարյանը Ներսիսյանների դեմ ցուցմունք է տվել Հանրապետություն կուսակցության վաղաշաբաթ համայնքի թեկնածու Հարություն Մկրտչյանի ուղղակի ազդեցության տակ։ Փաստաբանների պնդմամբ վկայի ցուցմունքների և հարցաքննությունների միջև առկա են ակնհայտ հակասություններ ու իրարամերժ փաստեր, սակայն ամենաուշագրավն այն է, որ ցուցմունքի մեջ վկայի անձնական տվյալների դաշտում լրացված են հենց Հանրապետություն կուսակցության անդամ Հարություն Մկրտչյանի տվյալները։ Ոստիկանության աշխատողը արտասան պատասխանի մի հարց, որտեղից այս համարը ինչի համար, որ ինչ կապ հաստատել։ Արդյոք Հարություն Մկրտչյանի հետ դրանից հետո կապ հաստատել է տվյալ ոստիկանը, թե ոչ ինչ որ հարցեր ճշտելու, հանգամանքներ ճշտելու համար։ Արդյոք դա մեզ հնարավորություն տա կամ գալիս է ասում լավ է Գառնիկ Ղազարյանը ծոցաջրի բլոկնոտի մեջ ուներ այդ համարը հարեց, իսկ թելադրեց, ասեց սրանից հետո իմ հետ կապ չհաստատեք, իր հետ կհաստատեք։ Բայց Գառնիկ Ղազարյանը այստեղ տրամագծորեն այլ ցուցմունք է տալիս։ Պաշտպանական կողմը համոզված է, որ հանցադեպի բացակայությունն ու նյութերում առկա փաստերը միանշանակ վկայում են Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ քրեական հետապնդման անհիմն լինելը։ Ըստ փաստաբանների, Հայոց Հայրապետի հարազատների դեմ այս գործը հարուցվել է հակաեկեղեցական լայնածավալ արշավի շրջանակներում և Ներսիսյաններն արդեն 5 ամիս է գտնվում են ապօրինի անազատության մեջ։ Չնայած հանրային մեղադրողների ներկայացրած հակափաստարկներին, դատավոր Գևորգ Մանուկյանը բավարարեց փաստաբանների միջնորդությունները։ Դատարանի որոշմամբ կհարցաքննվեն թե վկային հարցաքննած ոստիկանը և թե Հանրապետություն կուսակցության քարոզարշավն ուղեկցող ոստիկանության այն ծառայողը, ով պետք է պարզաբանի, արդյոք քարոզարշավի ընթացքում իրականում արձանագրվել է որևէ խոչընդոտող հանգամանք։ Ներսիսյանների գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 5-ին ժամը 15-ին։ Հիշեցնենք, որ Ներսիսյանները ձերբակալվել են 2025 թվականի նոյեմբերի 2-ին Վաղաշաբաթ համայնքի նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրական քարոզչությանը խոչընդոտելու ենթադրյալ մեղադրանքով։ Սակայն ըստ պաշտպանական կողմի, քարոզարշավի մասնակիցների և Ներսիսյանների հանդիպման տեսագրությունները հստակ փաստում են, որ որևէ հանցակազմ պարունակող գործողություն տեղի չի ունեցել և առաջադրված մեղադրանքը իրականում զուրկ է փաստական հիմքերից։